Գնացինք, մի հատ հասկանանք դնանք, ինչ ունենք պահանջների մեջ, ինչ էր, ձևակերպումը, թե ընդհանուր ինչ-որ խնդիր, edge-ում ունենք մեկ input, հա, էլ չկա տեղ է, հա, տենց, այս button-ը, թե վերևելի, ըհը, էսի, հա, չէ, լավ, էսի, Ո՞ր ունենք, լավ, ես ասենց կնա, ունենք input, որի մեջ string տիպի արժեք է, input-ի մեջ արժեքը պետք է լինի նկարի URL, և կլիկ անելուց հետո պետք է input-ի տակ ցուցադրվի նկար, ու երբ URL-ը դառնա նույնը, ինչ input-ի մեջ, նկարն ընկած լինի URL-ի, ինչ նկարն ընկած լինի URL-ի միջոցով, երբ URL-ը դառնա նույնը, ինչ input-ի մեջ, նկարն ընկած լինի URL-ի միջոցով, նկարն ընկած լինի URL-ի միջոցով, բայց ինչ եք արել, տեսեք, input-ի մեջ եթե գրված լինի, օրինակ ունեմ մի հատ input, չէ, այս input-ից մեջ գրված լինի ինչ-որ URL, դե URL-ը կարանք գնանք Google-ից ինչ-որ մի բան բերենք, ճիշտ է, ֆայլներից ոսկե օրինակ, ստե input կա, գիտեմ, մի վարկյան, դե բացի, ասենք սենց մի հատ input ունենք, edge-ում դատարկ, չէ, երբ որ գնանք Google Image-ից բերենք URL-ը ու դնենք ստեղ, եթե այս input-ի URL-ը դառնա նույնը, ինչ input-ի մեջը, նկարն ընկած լինի URL-ի միջոցով, այսինքն եթե համընկնի, թող նկարը ցույց տա, հա, երևի, իրականում էսի ես չեմ կազմել, հիմա այս խնդրին ոնց եք լուծում տվելա, ես ճիշտ ասած չգտա, որ ասեմ Էրիկ ջան, մի վարկյան, երեկ ինպուտ, հեսա ունենք input, այսքանն է, ճիշտ է, ես կարողացա գտնեմ, լավ, դու լուծել ես էդի, օքեյ, հլեկիք ես մի հատ է գնամ օրիգինալի մեջ նայեմ, տնամ ենք էլի տենց ագրատ, այդ մասը իրականում ես է չհասկացա ինչ էր ուզում, ունենք input, որի մեջ string տիպի արժեք է, input-ի մեջ պետք է լինի նկարելի կլիկ անելուց հետո պետք է input-ի տակ ցուցադրվի նկար, դառնալու ինչ input-ի մեջ նկարն ընկած լինի URL-ի միջոցով,
ուղղակի պետք է այդ երևի input-ի մեջ գրված URL-ը մեկ էլ երևի value-ն նախնական ստանա տենց Հիմա մի հատ input կունենանք, մի հատ button կունենանք, չէ, որ ասում է ունենք input, որի մեջ string տիպի արժեք, input-ի մեջ արժեքը կլիկ անելուց հետո պետք է input, այսինքն մի հատ է button ենք ունենալու, որ click անի իրան, ճիշտ է։ Լավ, եկեք այս խնդիրը հələ մի հատ իրար հետ հասկանալով լուծենք, մի հատ իտոգի գանք, հասկանանք ինչ է իրանից ներկայացնում։ Ուրեմն, ու հետո նոր կանցնենք բանին։ Վրեժ ջան, դու լուծել ես։ Այսինքն, եթե կրկնվի, երեխեք։ Այսինքն, պետք է հինը, մի րոպե, նույն դեպքը, բայց պետք է նույն դեպքը, բայց պետք է ունենանք երկու input և մեկ button, input-ների մեջ պետք է լինի նկարի URL, լայնություն, բարձրություն։ Մի անգամից կարող է երրորդով անենք, պրծնենք, կամ է չէ։ Չէ, եկեք մի input-ով անենք։ Եթե չի համընկնում, չէ, եթե չի համընկնում, ուրեմն բանարա։ Էսի իրա հետ բանել է ենթադրումը, pen child է ենթադրում, բայց create element, այսինքն բան անի, inner HTML-ով, այս խնդիրը լուծելու ենք, բայց մեր անցած թեմաները մենակ օգտագործելով, եթե նոր թեմաներից անենք, այսինքն ցույց չտա, հա։ Գնացինք, լավ, ինչ ունենք ստե, index.html, մի րոպե, այս BMS-ով մաքրում ենք, main.js-ի մեջից, այս բոլորը մաքրում ենք, ունենք մի հատ input, որին կասենք, որ ինչ պետք է լինի, հա, իրա type-ը կլինի text, չէ, ID-ն կտանք, image-ի URL, ուրեմն, իրա placeholder-ն էլ, ասենք, հենց այս շատ լավ։ Այս մեր input-ը։ Ուրեմն տակից ունենք մի հատ button, որի ID-ն կասենք, որ
Ինչ է, show button, ստա իր անունը կդնենք show image, ու ինչ անենք, եկեք նկարի համարել երեխեք, մի հատ div դնենք, որ div-ի մեջ ընկնի, հա, div էլ կտանք, իրա մեջ բան չենք գրի, հիմա գնանք էլեմենտները վեկալենք, let input, որը որ հավասար է document get element by id, իր id ինչ ենք տվել, image let button-ը հավասար է document get element by id, այս div-ի մեջ ոնց ենք գցելու inner HTML-ով, հիմա պետք է այդ URL-ը որ տանք, inner HTML ենք օգտագործում, div-ի մեջ գցելու համար մենակ inner HTML-ն է, այս պարագայում, ուրիշ լիքը մեթոդներ կա, բայց մի հատ input, իսկ եթե նկար tag դնենք, Կաղա թեմայի չեղված խնդիրա պետքա բանով լներ, ինձ այդ շատ է կարճ ըլնում, սենց։ Հա, դաբլ կլիկ կար, մի input-ով, մեկ է այս div-ով, չէ, այս div-ով չի։ Լավ, input-ը առաջինը տալիս է տեքստը, եկեք սենց անենք, ուրեմն հաջորդ input-ով width-ն ու height-ն է կազմակերպենք էլի input-ներով,
input կանենք, type-ը կդնենք number, որ width-ը տանք, ID-ն կտանք width, input, ու սրա placeholder-ն է կասենք input-ի width-ը, որպեսզի հուշի։ Ուրեմն, նույնը կանենք height-ի համար։ Width-ի փոխարեն կգրենք height, ու ստեղ նույնը կգրենք։ Ուրեմն 3 input ունենք, առաջինի մեջ URL-ը կդնենք, չէ, երկրորդի մեջ width-ը, երրորդի մեջ height-ը կգրենք, ու button կունենանք մի հատ, ու այս ներքևում, ուրեմն button-ի տակը արդեն կունենանք մեր մի հատ image tag-ը, որտեղ իր ID-ն կտանք, հենց image, իր source-ին կլինի դատարկ, գիտեմ մարդը պետք է գա, չէ, բայց եկեք դնենք, սենց, այս նկարի մեջ կդնենք, որպեսզի այս նկարը չընկնի իրանց վրա, մի հատ էլ տողադարձի համար որներ թեգերից, ճիշտ է, բիեռներ, մի դրեցինք, գնանք այս սրանք է շուտ վերցնենք, GS-ի մեջ, button-ը վերցրել ենք, div-ել պետք չէր, են մի երկու input-ն է վերցնենք, իրականում երեխեք եկեք մի հատ ստեյս տնեմ էլի, որ հետո խնդիր չառաջանա այդ մի բանի համար։ Ուրեմն button-ն էլ ունե, մեկ է let image-ը հավասար է document get element by ID ու image Ինչ պետք է անենք, ուրեմն մեր button-ի վրա, ճիշտ է, պետք է event listener կախենք ու ասենք, որ դու click ես, հետո function Եկեք տենանք ինչ ստացանք ստեղ։
Պրինցիպի նրանք կարանք տեքստել գրենք։ Ուրեմն մի հատ փոփոխական հայտարարենք, որպեսզի անընդհատ չգրենք URL input-ի value, with input-ի value, hate input-ի value, եկեք դրանք մի հատ դնենք բաների մեջ, հա երեխեք, ինչ-որ փոփոխականների կարգ։ Ուրեմն URL-ը հավասար կլինի այս բանի input-ի get value-ին input-ի get value-ին ուրեմն with-ը հավասար կլինի with get value, որպես այս value-ները շալակած ման չգան, hate-ը հավասար կլինի hate get value։ Էսի ունեցան։ Հիմա, եթե այս այստեղ ստորակ է։ Հիմա, եթե այս 3-ից մեկն ու մեկը չկա, եթե չենք լրացնում, եկի ժամանակ, եթե URL-ը չկա, կամ, և ով չէ, պարտադիր չէ, կամ with-ը չկա, կամ hate-ը չկա, ուրեմն թող return լինի։ Այստեղ կարանք console log կախենք։ Լրացրեք դաշտերը պարտադիր։ Console-ով էլ չէ, կարա alert-ով էլ լինի։ Որ ավելի լավ լինի, երևի մի անգամից։ Հիմա կարանք այս image-ի մեջ դնենք, այս դատարկ, չէ։ Մի հատ image ունենք, որի այս արսին դատարկ էր։ Հիմա ստեղ կասենք, որ եթե այս պայմաններին բավարարել է, image-ի get այս արսին հավասար է մեր URL-ին։ Չէ, այն ինչ URL, որ պետք է բերենք դնենք։ Մեր image-ի get style get with-ը հավասար է մեր with-ին, բայց pixel-ն է հետը, չէ, pixel, ու մեր image-ի get style get hate-ը հավասար է hate plus pixel։ Copy link-ը, չէ, link address։ Հիմա եթե գանք ստեղ դնենք, 200-ը 200-ի վրա, հրաշք, չստացվեց, ինչ, եսի 10,
Ինչ եմ արել, որ const width-ը width-ի value, հա ինչ, լավ է, կարող անունները ուրիշ տնեմ, width input, sense, height input, սինտաքսային խնդիր կարա, ուրեմն ստեղ width input-ի value, ինչի չի բացում, որ նկարը, բայց, այսա դրել եմ, բայց չի բացում, բայց խի, կար լավ նկար չէր, copy image address, նկարից էր, իսկ եթե մեկն ու մեկը իրանցից դատարկ լինի, ստեղից կարի դասի լղացրեք դաշտերը պարտադիր, եթե այս խնդրի պահանջը ճիշտ հասկացա, ուրեմն սա էր լուծումը, չէ, ճիշտ չեմ հասկացա, երեխեք, հա, ոնց որ ճիշտ չեմ հասկացա, ոնց որ ճիշտ եմ հասկացա, ոնց որ սենց պտի լինի, որտեվ եթե ուրիշ բան ա, ուրեմն դա մենք այդ թեման չենք անցել հելը, ուղղակի իմաստ չկա, հա, ասա, այդ նույն խնդիրը գրելուց, այդ որտեղ ա գրե բա այդի, կոնսոլում, բայց որ է բանի տողի վրա է սխալը տալիս, 7, բայց սենց ոնց կա, սենց ես չէ գրել, հլը նկարի ուղարկի է տերորը մի հատ նայեմ, URL-ի հետ կապված բան ա, մի հատ է կոդըդ կուղարկես, GS-ը ուղարկի, չնայած երկուսն էլ ուղարկի, այսօր dis-ն ենք անցնելու, երեխեք, թե dis-ը իրանից ինչ ա ներկայացնում ու այս կոնկրետ այս add-event listen-ների մեջ, հա, ինքը իրանից ինչ ա ներկայացնում, իսա մի հատ էսի շուտ նայեմ, URL-ը ինչ ա, input-ի value-ն ա, input-ն էլ image URL-ն ա, use strict-ը, ուզում ես use strict-ը հանի, մեկ էլ ստեղ բաներ դիր էլի, կետ ստորակետները դիր վրեժ, if-ի բլոկից դուրսը լավ ա, չէ, մնացածը ոնց որ ճիշտ ա,
const URL հավասար input get value Այն use strict-ը թանի, որովհետև կարա ինքը թույլ չտա ուղղակի, որ URL-ը փոփոխվի։ Կարա լինի, որ URL-ից լինի ճիշտը։ Մի հատ ուրիշ նկար փորձի, հա։ Լավ, արի դրա վրա այդքան ժամանակ չծախսենք, ուրեմն մի բառ, մի տառ ընձեղ բան ես գրել, որը որ հիմա այս բանին ճիշտ ասած չեմ նկատում։ With input, hate input URL-ի հետ կապված խնդիր է, URL-ը եթե չկա, ոնց նայում եմ, ոնց որ ճիշտ ես գրել։ Էդի բանար, հա, ինչ անունը, կոմենտի պահի այդքան մասը, հետո էլի կնայես, հա։ Որ տենց երկար բարակ բան չանենք, եկեք մի հատ գնանք առաջ ու հասկանանք, երեխեք այսօրվա մեր թեման ուրեմն բանն է, this-ն է, թե ինքը իրան ոնց է պահում event listener-ի ժամանակ ու ով է ինքը։ Օրինակ blur event-ն է իր հետ մի անգամից կանցնենք, blur event-ը այն է, թե input-ից երբ որ դուրս են գալիս, այդ event-ը աշխատում է։ Հիմա մեր index.html-ում կունենանք մի հատ input, եկեք 0-ից գրենք, էլի, մի հատ input կունենանք, որի type պետք չի, որի ID-ն գտանք lm, իսկ որի արժեքը value-ն կասենք, որ text-ա։ Այս մեր input-ը կգնանք կվերցնենք JS-ում, let lm-ը հավասար է, document get element by ID, ID-ը կվերցնենք lm։ Հիմա lm-ի վրա event listener կանենք ու կասենք, որ քո մեթոդը թող լինի blur, ստորակետ, function, ուրեմն, կասենք, որ քո this-ի կետ value-ն, ով է իրանի, ինչ է իրանից ներկայացնում this-ը, երեխեք, ստե կարա լինի this, եկեք լավ, մի անգամ, console log անենք առաջի անգամ this-ը, ու մի հատ հասկանանք, թե this-ը ով է, իրանից ինչա ներկայացնում, ուրեմն, ստե ինչ ունենք այսօր, այս մեր տեքստն է, այս մեր կոնսոլն է, երբ որ հանում եմ, եթե ես console log-ով տպել եմ this-ը, եկեք console log-ով մի հատ է, որ հասկանանք իրոք console log-ը աշխատում է, console log, աշխատեց, երեխեք, blur մեթոդը, ոնց ասեցի, աշխատում է, երբ input-ից դուրս են գալիս, input-ի մեջ եմ, input-ից երբ դուրս գամ, իմ event-ը աշխատելու է, ու այդ ժամանակ, առաջինը console-ով կտպի this-ը, որպեսզի հասկանանք, թե this-ը ով է, իրանից ինչ է ներկայացնում, ու console log-ով կտպի աշխատեց, այսինքն երկու հատ console ենք տենալու, տեսեք դուս է եկել, արդեն ինքը արել է, ուրեմն
main.js-ի 4-րդ տողը, որտեղ որ ասված է console log this, իրանից ներկայացնում է n էլեմենտը, երեխեք, որի վրա event-ը աշխատել է։ Այսինքն, երբ որ դու ինչ-որ էլեմենտի վրա կախել ես add event listener ու իրան տվել ես ինչ-որ event ու ինչ-որ ֆունկցիա, գոյություն ունի this, որը նշանակում է դա դրա yes-ն է։ Ու պարտադիր ես this-ը աշխատում է միայն եւ միայն, երբ որ գրված է function։ Error function-ի դեպքում, երեխեք ջան, this-ը գոյություն չունի, այսինքն error function-ը չունի իր yes-ը։ Իսկ այս դեպքում այս ֆունկցիաները ունեն իրանց yes-ը, ու այդ yes-ը n էլեմենտներն են, որի վրա event-ը աշխատել է։ Պետք է սովորական ֆունկցիա օգտագործենք, դա ընդմիշտ հիշում ենք։ Իրա մեջ կա this։ Հիմա, քանի որ իրա this-ը ինքն է, ես կարամ արդեն ստեղ օգտագործեմ հետևյալ գրվածքը։ Ասեմ this-ի get value, որը որ կլինի input-ի get value, նույնն է ինչ որ գրեմ input-ի get value։ Թող այս բլուրի ժամանակ հավասար լինի ինչ որ այս նշաններին, հա? Ու ստեղ գալիս եմ, որպեսզի ես հասկանամ, որ հենց իմ this-ը հավասար է n էլեմենտին, որի վրա event-ը աշխատել է, ստուգող console եմ դնում, console log, ասում եմ lm-ը հավասար է this-ին։ Եթե տպեց ստեղ true, ուրեմն ճիշտ է։ Ու այս this-ի value-ն փոխվելու է բնականաբար։ Եկեք console log this-ը հանենք ու այս երկուսի հետ թեստենք։ Հիմա input-ը դրեցի, դուրս եմ գալիս, ստեղ տպում է true, որը որ իմ console log-ն էր, որ ես դրել էի lm-ը հավասար է this-ին, իսկ այստեղ փոխում է value-ն։ Այսինքն, այս դեպքում, երեխեք, this-ը հենց ինքն է։ Այսինքն, իրա մեջ մենք հանգիստ n էլեմենտը, որի վրա որ add event listener ենք կախել, մենք հանգիստ կարանք օգտագործենք this-ը։ Լավ, պարզ էր էսի։ Ուրեմն, այս this-ի գաղափարը, երեխեք, եկեք անենք մի քանի էլեմենտների հետ կապված։ Օրինակ, եկեք մի քանի հատ p էլեմենտ դնենք, p էլեմենտ, stack-ը գրենք first, Չէ, մենք ընդհակառակը, մանե ջան, ասում ենք, որ իրանք նույնն են, իրանք type-ը նույնն է, այսինքն իրանք նույն էլեմենտն են։ Այս կոպկեքի մեջ, այս կոպկեքի մեջ ֆունկցիայի, այստեղ, նույն this-ը նույն input-ն է, այս պարագայում։ Սա input-ն էր, չէ։ Ստե input եկեք գրեմ, որ չշփոթենք։ Input, ստեղ էլ ասում եմ input։ Այսենց, որ հասկանանք։ Մեր input-ը նույն this-ն է, այսինքն այս ֆունկցիայի մեջ this-ը հենց ինքն է, n էլեմենտն է, ստեղ է պետք է փոխեմ, n էլեմենտն է, որի վրա կախվել է այդ բանը, հա, event-ը աշխատել է, այս event-ը, կոնկրետ այս պարագայում blur event-ն է։ Button-ի դեպքում, եթե ես ունենայի մի հատ button, իրա վրա click կապեի, իրա this-ը լինելու էր button-ը։ Յուրաքանչյուր էլեմենտ, որի վրա event-ը կախվում, event-ը աշխատում է, այսինքն իրա վրա գրած է get add event listener, ու ինչ-որ event-ը դրած, իրան համապատասխան event, օրինակ input-ի վրա click-ը այդքան էլ չաշխատող բան է, հա, ուրեմն blur-ն է, երբ որ իրա մեջից դուրս են գալի, դա event է համարվում իրա համար։ Ուրեմն blur-ը այս պարագայում, blur-ի դեպքում այդ event-ի ժամանակ, որի վրա այդ event-ը աշխատել է, այսինքն input-ի դեպքում, this-ը հենց այդ էլեմենտն է։ Դրա համար մենք երբ որ գրում ենք this-ի get value-ն հավասարում է սրան, ու console log-ով ուղղակի մենք ստուգեցինք, որ input-ը հավասար է this-ին, այսինքն ինքը մեզ վերադարձեց true, ասում է ճիշտ է, input-ը այս պարագայում հավասար է this-ին։ Մի քանի էլեմենտների հետ կապված եկեք անենք, որ ավելի էլի պարզ լինի, հա, այս ամեն ինչը։ Ուրեմն մի քանի հատ p կդնենք first,
second ու first չեմ սխալվում, սենց է գրվում, եթե սենց չի գրվում, ոչինչ գրվածքը կարևոր չէ։ Ուրեմն, այս էլեմենտները զանգվածի տեսքով ոնց կվերցնեմ, ով կասի։ Let all-ով, ճիշտ է։ Ուրեմն կդնեմ LMS, որը որ հավասար է document get query selector all ու ասում էի ինչ իմ թեգերի անունը, այսինքն P։ Իմ էսի node list-ա տպում, node list-ն է զանգվածի պես-ը, որպեսզի ես այս էլեմենտները վերցնեմ, պետք է for խրամ, ուրեմն գնացինք, for let lm of lms Ուրեմն, ամեն LM-ի վրա կկախնեմ a event listener ու կասեմ, որ click event-ն եմ օգտագործելով։ Եթե ես ուզում եմ DC գաղափարը հասկանամ ու DC գաղափարը օգտագործեմ իմ event-ի դեպքում, պարտադիր գրում եմ function, որովհետև ուրիշ դեպքում ինքը ուղղակի չի աշխատի։ Չեղավ, որ դե ինչ շնջեց։ Հիմա ստեղ արդեն ներսում կգրենք console log dc get text content-ը թող տպի, որ հասկանանք, առաջինին ենք ստպում, երկրորդին թե երրորդին։ Հիմա գնացինք։ Երեխեք, այս օրինակով համոզում ենք, որ ամեն մեկի yes-ը ինքն է, որի վրա ցիկլի մեջ, որ ցիկլ ենք ֆռացել, պարզեր այս ցիկլի գաղափարը։ Երբ որ ցիկլի մեջ ֆռում ենք, ամեն անգամ վերցնում է P-երից մի հատը, ճիշտ է։ Հիմա, երբ որ առաջի P-ն վերցնում է ու իր վրա մենք կլիկ անենք, բնականաբար իր text content-ը պետք է տպի։ Եթե գրել ենք this get text content, console log-ով, չէ՞։ Այսինքն ամեն մեկի վրա կլիկ անելուց, ստեղ ամեն մեկի վրա կլիկ անելուց, պետք է իր text content-ը տպի console log-ում։ Օրինակ, first կտպի first։ Եթե second-ի վրա անեմ, կտպի second-ը։ Եթե third-ի վրա անեմ, կտպի third։ Գտի իր տեքստը տպում է ինքը։ Պարզեր երեխեք էսի։ Բայց լավ էր պարզ, թե մշուշոտ։ Հա, տղեկ, դուք, ձեր մոտ պարզ է այս ամեն ինչը։ This-ը իրանից ներկայացնում է այն էլեմենտը, որի վրա event-ը կախվել է։ Всё, այդքան բան։ Հիմա, եթե ուզում ենք մենք այս event listener-ը, երեխեք ջան, ջնջենք, այսինքն remove event listener կանչենք։ Այդ պարագայում էլ պարտադիր պետք է, որպեսզի մենք օգտագործենք function։ Ու ինքը եկեք իր հետ այդ remove event listener-ը, երբ որ անհրաժեշտություն լինի ուղղակի արդեն ջնջելու, մենք դա կգրենք ինչ-որ այն պարագայում, երբ որ իր հետ օգտագործված է ֆունկցիա։ Եկեք այդ ամեն ինչը անենք button-ի միջոցով։ Ուրեմն ունենք մի հատ button, որի ID-ն կտանք button, սենց կարճ գրված։ Այս մեր button-ը ասում է click me։ Հիմա գնանք button-ը վերցնենք, գալիս է մեզ վերևում, գրում եմ let button-ը հավասար է document get element by ID, ես ID տվի, չէ իրան, ID-ն by ID ու վերցնում եմ իմ էլեմենտը։ Հիմա
այս ներքևում կամ չէ, հենց վերևում, որ լավ է պարզ լինի։ Եկեք էսի կոմենտ ենք, իր տակից միանգամից գրենք։ Ուրեմն, button-ի վրա կկախենք event listener, որտեղ ինքը click է անում, իր event-ը click է ու handle click ֆունկցիանը։ Հիմա ստեղ գրում եմ երեխեք, այս handle click ֆունկցիան արդեն առանձնանում է։ Ես կարամ առանձին ֆունկցիայով գրեմ, փոխանցեմ իրան այդ գործառույթը։ Ուրեմն ասում եմ function handle click, այս նույն անունը դնում եմ ստեղ, handle click, ֆունկցիայի մարմնի ներսում, ասում եմ console log, click եղավ մեկ անգամ։ Ու ստեղ ասում եմ արդեն, եթե ես ուզում եմ իրա վրա դրված event-ը, այս add event listener-ը, ջնջեմ, այդ պարագայում երեխեք գրում եմ իմ tag-ը, button, ստեղ ինչը որ վերցրել եմ, tag-ս, գրում եմ get remove event listener, ուրա որ վերել է, հան երկար չգրեմ, remove event listener, փակագից, ասում եմ, թե ինչ event ջնջի, քանի որ մի tag-ի վրա կարող մի քանի event-ներ կախված լինեն, ասում եմ click-ը իրա վրայից ջնջի, ու ասում եմ իրա համար handle click ֆունկցիան է աշխատել։ Click event-ի դեպքում աշխատել է handle click-ը, ճիշտ է։ Դրա համար ես ասում եմ ջնջիր click event-ը handle click ֆունկցիայի հետ միաժամանակ։ Հիմա որ գնանք, ունենք click me-ին, ես մի անգամ սխմում եմ, click եղավ մեկ անգամ։ Դրանից հետո ինչքան click սխմեմ, վերջ։ Всё, այս սրանով ես իրա վրայի այդ ուրեմն event-ը ջնջում եմ ուղղակի։ Այսինքն, եթե անհրաժեշտություն եղավ, որ այս button-ը աշխատի մեկ անգամ, այսինքն իր գործառույթը եղավ մեկ անգամյա, կամ երկանգամյա, կամ 3, այսինքն սահմանափակ քանակությամբ, ես այս դեպքում օգտագործում եմ remove event listener գաղափարը։ Remove event listener-ը աշխատում է պարտադիր այն դեպքում, երբ որ event-ի կողքը գրված է սովորական ֆունկցիա, handle click, այլ ոչ թե arrow function, այդ ժամանակ է միայն օգտագործվում եւ remove-ը տեղի է ունենում հենց այդ ֆունկցիայի մեջ, երեխեք ջան։ Ինչ որ գործառույթ անել վերջացնելուց հետո մենք արդեն իրան ջնջում ենք event-ը, բնականաբար նշում ենք այն event-ը, որը որ ուզում ենք ջնջենք, եւ այն ֆունկցիան, որը այդ event-ի ժամանակ աշխատում է։ Պարզեր։ Հարցեր ունենք։ Ուրեմն remove event listener-ը աշխատում է այս դեպքում։ Հիմա երեխեք, ինչ է իրանից ներկայացնում set attribute, remove attribute, մեկ է has attribute-ը, թե ինչ գործառույթ են իրանք կատարում։ Եկեք այս ամեն ինչը ուղղակի մի հատ այս պահին ջնջենք, կամ կարանք, չնայած չպետք չի գալ։ Եկեք ջնջենք ինդեքսի մեջից այս մեր դրած բոլոր թեգերը ջնջենք ու եկեք տնենք մի հատ button ունենք,
Ունենք մի հատ button, ID-ն button-ը, ու ստեղ իրա գրած է disable me, ոչ թե clip me, այլ disable me։ Հիմա գնանք իրան վերցնենք, ստեղ էլ կարանք բայենք, բայց լավ ոչինչ։ Let button-ը հավասար է document get element by ID։ Ու դնում ենք իրա անունը։ Ուրեմն, երեխեք, ինչ են անում իրանք։ Has attribute-ը ստուգում է, կա իրա վրա attribute, թե չկա։ Set attribute-ը ավելացնում է attribute։ Attribute-ը հիշում ենք, չէ՞ ինչ էր։ Էլեմենտի վրա attribute ավելացնում է set attribute-ը։ Has attribute-ը ստուգում է, արդյոք կա թե չկա։ Իսկ remove attribute-ը բնականաբար ջնջում է։ Ուրեմն, հիմա եկեք հասկանանք, button-ի հետ ոնց կարանք այդ ամեն ինչը համակարգենք։ Button-ի վրա նորից երեխեք ջան, մի հատ event listener ենք կախում, գրում ենք click function ու ասում եմ, եթե ստուգում ենք button-ի վրա կա թե չկա, ստուգում է has attribute-ը։ Ասում եմ button get has attribute disable-id, հենց disable-id-ն էլ եկեք անենք։ Ու սա ժխտաց։ Եթե չկա, ուրեմն button-ի վրա ավելացրու, ուրեմն set attribute disable-id։ Երկրորդ պարամետրը կտանք true։ Հիմա բայց արդեն էլեմենտով ենք բացելու։ Element body button-ի վրա չկա։ Disable me։ Հենց սեղմում եմ երեխեք։ Disable-id-ը դառնում է true։ Այսինքն ավելացնում է մի հատ attribute, որի անունը disable-id է, երկրորդ պարամետրով տալիս ենք իր արժեքը, true-ա կամ false-ա։ Disable-id-ը true։ Այսինքն, եթե ուզում ենք էլեմենտի վրա ավելացնենք ինչ-որ մի attribute JS-ում, այսինքն ինքը HTML կոդում ավելացված չէ, բայց անհրաժեշտություն կա, որ իրա վրա ավելանա attribute, մենք օգտագործում ենք set attribute-ը։ Իսկ has attribute-ը օգտագործում ենք հանուր checking-ը, այսինքն այդ ստուգումները կատարելու համար, արդյոք կա թե չկա։ Remove attribute-ն է բնականաբար ջնջում է այդ attribute-ը։ Եթե ավելացել է, արդեն կարանք գրենք remove attribute ու կջնջի միանգամից։ Այսինքն set attribute-ը ավելացնում է, has attribute-ը ստուգում է կա թե ոչ, իսկ remove attribute-ը ջնջում է։ Ստուգեցինք button-ի վրա քլիքի ժամանակ, եթե disable-id attribute-ը չկար, ասեցինք ավելացրու disable-id attribute-ը ու իրան արժեքը տուր true։ Ուրեմն երեխեք, this-ը անցանք, remove event listener-ը անցանք, set has remove attribute-ները անցանք, հիմա ժամանակն է անցնելու event-ը։ Event-ը ինչա իրանից ներկայացնում երեխեք։
event-ը մի հատ մեծ հսկայական օբյեկտ է։ Եկեք մի հատ div-ի մակարդակով, հա, իրան անցնենք։ Ուրեմն ունենք մի հատ div, որի ID-ն ID box-ը։ Եկեք ստեղ մի անգամից իրան style-ով տանք, հա։ Style-ը հավասար է, ուրեմն width-ը 200 պիքսել, ուրեմն get ստորակետ, height-ը ուրեմն 200 էլի պիքսել, չգիտեմ, background-ն էլ թող լինի red։ Այս մեր div-ն է, իր վրա կգրենք click inside me։ Իր վրա։ Հիմա կգանք, կվերցնենք մեր div-ը, let box-ը հավասար է document get element by id ու ասում ենք box։ Մեր էլեմենտը վերցրեցինք, հիմա ասում ենք box-ի վրա get event listener, նորից click function, երեխեք, ստեղ պարամետր կա, որը կոչվում է event։ Եկեք մի հատ console log անենք մեր event-ը ու հասկանանք, թե ինքը իրանից ինչա ներկայացնում։ Երեխեք, սա հսկայական մի հատ event, հա։ Ուրեմն օբյեկտ է իրանից ներկայացնում, որ բացենք, ասեք օբյեկտ է։ Հսկայական օբյեկտ է, մի հատ, որ իր մասին պատմում է։ Գնում ենք ներքև, սենց բացվում է, իր մասին պատմող ամեն ինչ կա։ Տեսեք գրած է, client X, client Y, որտեղ ես դու click արել, հա, արել եմ X-երի առանցքով 95-ի վրա, պիքսելներով այնք աշխատում, client Y-ը 20-ի վրա, այսինքն ըստ բարձրության 20-ի վրա եմ արել։ Եթե սենց մի հատ է click անեմ, արդեն եկավ client X-ը, Y-ը պետք է ավելի շատ լինի, հա, 82, որտև ավելի ներքև արեցի։ Այսինքն այս մեր event-ը մեր ուրեմն այն էլեմենտը, որի վրա մենք click ենք արել, կոնկրետ այս օրինակով, իր մասին պատմող օբյեկտ է։ Տալիս է իր client X-ը, client Y-ը, լիքը բաներ կա, հա, որ տալիս է։ Եկեք կոնսոլով մի քանիսը տենց առանձին տպենք, հասկանանք, հա։ Event-ի type-ը, ուրեմն console log, եկեք, ուրեմն մեր event-ի get type-ը, ինչ type-ը, ուրեմն այս console log event-ը եկեք հանենք, որ այդ մեծ օբյեկտը չտպի, իր մեջից կարևոր մի քանի բան անենք, հա։ Target-ն է մեկ էլ կարևոր լինելու, էդ էլ հիշենք, անպայման անենք։ Ուրեմն event-ի type-ը click-ը, տպում է click։ Console log event-ի get client X-ը ստորակետ event get client Y-ը։ Այս հեռավորության վրա անենք, թող X-ը
փոքր լինի, x-ը 14 պիքսել է, y-ը 145, x-երի ու y-ների առանցքի վրա, որտեղ որ կլիկ արեցինք, երեխեք, ինքը միանգամից այդ կլիկ արված տեղի համար բերում է մեր client x-ը, client y-ը, իսկ ինչ է իրանից ներկայացնում target-ը, ուրեմն console.log event get target, ինչ է իրանից ներկայացնում target-ը, ցույց է տալիս երեխեք մեր թիրախը, կոնկրետ նա ինչի վրա կլիկ է եղել, տեսեք div-ը միանգամից բերեց, մեր target-ը կոնկրետ div-ն է, այսինքն կոնկրետ սեղմված էլեմենտն է ցույց տալիս, գոյություն ունի նաև ի տարբերություն client x-ի ու client y-ի, որը հենց մեր պարփակված div-ի համար էր ինքը աշխատում, եթե ուզում ենք ամբողջ body-ի մակարդակով, ուրեմն console.log-ի մեջ կդնենք event-ի get page x-ը ու event-ի get page y-ը, ուրեմն այս page x-ն ու page y-ը ամբողջ edge-ի մակարդակով են բերում, ուրեմն մի հատ մաքրենք ու ստեղ խփենք, ուրա page x-ը, page y-ը որտեղ տպեց, type client x, target, page x, բաստեղ, նույն բանն է տպում, բայց խի, թե նույն, 115, լրիվ նույն բանն է տպում, այս արդեն ուրիշ խնդիրների համար պետք է գա, 176, 44, իրականում ինքը ամբողջ edge-ի մակարդակով է, էլի բանանում, page x, page y-ը, բայց client x, client y-ը հենց կոնկրետ այդ էլեմենտի մակարդակով է այդ ամեն ինչ անում, եթե պետք լինի երբ body-ի մակարդակով դա արդեն ավելի շատ կիրառելի կլինի, client x, client y-ը շատ է օգտագործվում է, target-ն է շատ օգտագործվում, target-ի միջոցով կոնկրետ ասում ենք, թե թիրախը ինչին ենք մենք կպել, հա, ուրեմն, event-ը պատկերացրեցինք, մի հատ մեծ օբյեկտ է, որը պատմում է հենց կոնկրետ այդ էլեմենտի մասին, որի վրա որ տեղի ունեցել այդ բանը, event-ը, այսինքն այդ event listener-ը, այսինքն այդ event-ը, այդ երևույթը, այդ չգիտեմ ոնց ասեմ, այս event-ը երեխեք միշտ եղել է ու կլինի, հիմա թե դուք իրանք օգտագործեք, թե չեք օգտագործի, դա ձեր խնդիրն է, բայց ինքը միշտ եղել է, այստեղ որ ֆունկցիան գրած է, այս event-ը միշտ կա, իրան մենք օգտագործենք, թե չէ, արդեն մեր խնդրի պահանջից ելնելով մենք կհասկանանք, դա կանենք, թե դա չենք անի, բայց event-ը միշտ կա, event-ը այդ մեծ օբյեկտն է, որը պատմում է կոնկրետ այդ էլեմենտի ու իր վրա եղնող event-ի մասին, ինչ ոնց եղավ քլիքը, որտեղ եղավ, կոնկրետ որ կոորդինատներում, ինչ տիպի քլիք էր ու տենց լիքը պատմող բաներ կա իր մասին, ուրեմն, keyword event-ներ կան, երեխեք, keyword-ի հետ կապված event-ներ կան, օրինակ kpress-ը, հա, ինչա իրանից ներկայացնում kpress-ը, օրինակ, ստեղ եկեք այս div-ի տակ մի հատ input դնենք, որի ID-ն կտանք input հենց, ուրեմն, placeholder-ն է կտանք type something, այս մեր input-ը կգնանք կվերցնենք main.js-ում, ներքևում էլ եկեք գրենք, let input-ը կամ ինը հավասար է
document get element by id ուստեք ասենք input-ը վերցրեցինք, հիմա կգնանք input-ի հետ կապված, մեր keyboard event-ների հետ կապված, հա, ուրեմն, կասենք input-ի վրա get event listener, ուրեմն, կա event, որը կոչվում է kpress, ուրեմն, kpress, k down, k up, kpress, եթե սխմել ենք իրա վրա, հա, kpress, ուրեմն ինչա ինքը անում, function, ֆունկցիան գրեցինք, event-ը փոխանցեցինք, այս event-ն է գրեցինք, ուրեմն, ինչա կատարվում է, ուրեմն, ասում ենք, console log արա, թե ինչ k-ի տակ ես անում, ուրեմն կտանք k, ու ստեղ կասենք, k-նա, ստորակետ, event-ի, get k, մի հատ է console log կանենք, կոդ, գոյություն ունի մի հատ կոդ, կոդը, ուրեմն, ստորակետ, event-ի, get կոդը, կամ չար կոդը, նույն բանը, եկեք գնացինք, հիմա գրում եմ, a, երեխեք, վերում է k-ը a, կոդ, k-ը a, են մեկը կոդն է, են մեկը կոդն է, են մեկը k-ն է, են մեկը կոդն է, փոքրատառ անեմ սխմել, հիմա shift a եմ սխմում, տեսեք k-ը վերում է a, հիմա shift-ն եմ սխմում, չի վերում, ուրեմն, ինչը, որ input-ի մեջ գրում եմ, երեխեք, պրաբել եմ սխմում, վերում է k դատար, կոդը space, իրա կոդը տակից դրած է, L-ը յուրաքանչյուր ստեղնաշարի ստեղ ունի իրա կոդը, ունի իրա չար կոդը, եկեք մի հատ է չար կոդը, հա, տպենք console log, հասկանանք մի հատ դետի, ուրեմն, չար կոդ, չար կոդով էլ ենք, էլ է աշխատում, event, get, չար կոդը, ինչի չէր վերում, եթե գիծ է քաշում, ինքը համարում է, որ դա հնություն է, այսինքն կիրառելի չի արդեն, բայց ոչինչ, այի համար չար կոդը երեխեք 97 է, յուրաքանչյուր ստեղ նաև ունի իրա չար կոդը, չար կոդի միջոցով մենք կարանք հանգիստ հասկանանք, թե ինչ են գրել, հա, չար կոդերի միջոցով, օրինակ ես գրում եմ բարև, չէ, հիմա սրա չար կոդերի միջոցով, ես հանգիստ կարամ, եթե սա էլ ցույց չտան, իմանամ չար կոդերը, չար կոդերի աղյուսակ կա, որը կարաք մտնեք ուսումնասիրեք, ու այդ չար կոդերի միջոցով հասկանաք, թե ինչ տեքստ է գովում այդ input-ի մեջ։ Ուրեմն նեսել Keybird-ի event-ների մասին, ուրեմն Keybird event-ները Kpress-ն է, որը որ սխմում ես, Kdown-ը, որը որ սխմած ես պահում, դա Kdown-ն է, ու ունենք մի հատ էլ Kpress, Kdown, Kpress, Kdown, հիմնականում դրանք են օգտագործում, ուրիշ եթե խնդրի հետ կապված պետք լինի, դա հետ կօգտագործենք։ Ուրեմն, ինչ է իրանից ներկայացնում
prevent default։ Երեխեք, եթե ինֆորմացիան շատ է, էլ չասեմ։ Նորմալ է, այս ամեն ինչը ընկալելի էր, ինչը որ անցել ենք։ Բախի եք տխուր։ Երեխեք, prevent default-ը ինչա իրանից ներկայացնում։ Ուրեմն, prevent default-ի գաղափարը եկել է նրա համար, որ այն Zavotski настройкեքը իր վրայից հանեն, այսինքն այն ինչը էլեմենտը, որը որ օրինակ էլեմենտ կարակ, ասեք, որ ինքը օժտված է ինչ-որ հատկությունով։ Օրինակ մի հատ էլեմենտ, որը ի սկզբանե իր ծնված օրվանից, սենց ասած, օժտված է ինչ-որ հատկությունով։ Մի հատ տենց էլեմենտ կա, նմանատիպ էլեմենտ, որը որ ինչ-որ մի հատ հատկություն է իր հետ ձեռք բերել ու տանում է։ Օրինակ A էլեմենտը իր հետ ինչ հատկություն ունի։ A էլեմենտը մեր լինքի համար նախատեսված էլեմենտը։ Լինքա չէ ինքը երեխեք, որ բացում է իր վրա սխվում ես, գնում է մի հատ ուրիշ edge։ Ինքը իր հետ այդ հատկությունը ի սկզբանե, երբ որ ծնվում է, իր հետ այդ հատկությունը բերում է։ Ուրեմն, ունենք մի հատ A էլեմենտ, որի ID-ն կտանք link։ Ref-ը եկեք, չգիտեմ, թող տանի YouTube, մի հատ սենց ենք անում, այս ենք վերցնում, որպեսզի ճիշտ գնա YouTube, հիմա ref-ը կդնենք, որ գնա YouTube, ստեյքը փակենք, ստեյքը գնենք go to YouTube, go to YouTube, ուրեմն, Node.js-ում կգնանք, մեր էլեմենտը կվերցնենք, let link-ը հավասարենք document get element by ID, ստեղ կասենք link։ Ուրեմն, մեր լինքի հետ կապված կանենք event listener, իրան կկապենք մի հատ click, ստորակել, function, որին կտանք էլի event, ու նոր function ես կոպիեք կբացենք։ Ուրեմն, երեխեք, մենք գիտենք, որ A լինքը գնում է, առանց այս click-ը կապելու էլ ինքը գնալու էր, ճիշտ է։ Հիմա որ բերենք, go to YouTube, գնաց YouTube։ Սա իրա, հենց որ ստեղծվել է, մալադեց, ուրեմն, և մենք գիտենք, որ A լինքը նախատեսված է ի սկզբանե նման լինքերի համար։ Եթե մենք ուզում ենք իրա Zavotskoy настройкեքը կտրենք իրա վրայից, դրա համար օգտագործում ենք prevent default։ Ինչի համար է սա պետք գալի, երեխեք, օրինակ չգիտեմ, եթե կարիքը լինի, որ A լինքը միտեղ դրված, օրինակ A tag-ը միտեղ դրված է, բայց այդ պահին իր գործառույթը պետքա դադարեցվի ինչ-որ ժամանակով, այսինքն ինչ-որ մի կայք չգնա եւ այլ, այդ ամեն ինչի համար օգտագործվում է prevent default, որը որ կտրում է ու իրանից վերցնում է իր հիմնական ֆունդամենտալ հատկությունները իրանից վերցնում է։ Դա անում է prevent default-ը։ Գրում ենք event get prevent default փակագծեր։ Всё։ Console log-ով էլ կարանք անենք, որ համոզվենք, որ եղել է։ Կտրվեց հատկություններից։
Just cannot read properties of null radius. Here, need of our link change version. Get element by ID link. ID now. Կարող եմ մի բան այն չեմ գրել դոկումենտ։ Չարել, բայց let link-ը հավասար է document get element by ID այն link չեմ երրորդ տողում ինչ հա ասում հեսա բերեց ու վսյո երեխեք ինքը չի աշխատում իր հատկությունները էլ չի գործում prevent default-ի գաղափարը ամենալավ բացատրելու ձևը a link-ի հիմնական հատկությունը իրան link-ից կտրելն է այսինքն ինքը ոչ միտեղ չի տանում եթե դու իրա վրա գրում ես prevent default վսյո ինքը էլ ընդհանրապես այդ նշված edge-ը չի գնա Լավ, եկեք մնացածը էլ չասեմ, որովհետև թեման շատ է ընդլայնվում։ Stop propagation-ի մասին, ուրեմն, մեկ էլ child element, first element, last element, այդ երեխեք delegation-ի մասին հետո կասեմ։ Ես էլ հոգնավ ու պատկերացնում եմ, որ ձեր մոտ էլ կարող է չան։ Երեխեք, ինչ անցել ենք դրանց վերաբերվող հարցեր ունենք։ Հասկանալի էր ամեն ինչ։ Հեսա տնա ինտերնետը նայեմ համապատասխան դրան կուղարկեմ։ Ուրեմն մինչև prevent default-ն ենք անցել, մյուս այդ bubbling-ը, որը որ բան անում, հա, երեխա է գտնում ծնողին, երեխուն գտնելը, հա, մի քանի էլեմենտներ, որոնք որ իրար մեջ են, ծնողին գտնելը, իրա երեխուն գտնելը դա է, stop propagation-ի մասին խոսենք, թե ինչ է ինքը իրանից ներկայացնում, ոնց է աշխատում stop propagation-ը ու DOM նավիգացիայի մասին խոսենք, հա, թե այդ ամեն ինչը ոնց է լինում։ Էլի նոր բան կանենք, էլի child-ի ու first last element դրանց վերաբերյալ է խոսքը։ Այսքանը կանցնենք, դուք էլ ինձ կհիշացնեք, որ դրանց մասին չենք խոսացել, որ հաջորդ դասին անցնենք։ Այսքանը հերիք, հա, հեսա տնայինները հասկանամ կուղարկեմ, հա, ձեզ թեմաներին վերաբերվող։ Всё, երեխեք ջան, այսօրվա համար այսքանը։
Պես չէ։